Մեզ պետք է որ ընդհանուր մեր հայերին անտեսված չլեն։ Մի քիչ ավելի մանրամասն Անտեսել այնա նշանակում, թե կնի պատվիրատու, թե կնի միջնորդ կազմակերպություն, ցանկանում են այլ ազգին բարձեն, բայց մեր հային չբարձեն։ Մեր հայը կայնած, այլ ազգը կայնած, ընտրում են որ այլ ազգին բարձեն։ Ինչու գուցե նրանք ավելի մաչելի տարբերակներ են անում։ Մաչելի տարբերակները չէ, կա որ նույն գնով է, էլի չեն ընտրում մեզի տան։ Առաջ երթին գցում են այլ ազգի մեջ, չհատերի մեջ, հարց չկա, չեն կասում չբարձեն։ Թող բարձեն են դեպքում բարձեն, մի օր գցեն մեր չհատերի մեջ այդ բեռները։ Տենան չկան որ գցեն ուրիշ ազգի չհատերի մեջ։ Որ սա ասել մենք հասկանում ենք, մենք չենք ասում որ չբարձեն, թող բարձեն, բայց առաջնահերթին թող ընտրեն մեր մեքենաներին։ Ժամանակ է խնդիրը։ Այս երկար ժամանակ է։ Նոր չի էլ Դիմել պատկան մարմիններից ովքեր են։ Այս մի տարի է էլ նամակով, էլ հավաքվելով, էլ նստել խոսալով ու ոչ մի արդյունք չենք տեսել։ Մեր միրգը սկարապորտով հետում կայնում ենք Վրաստան, 4 օր, 5 օր, 3 օր, 2 օր կայնում ենք, խոսքի մեզի անտեսում են, բայց վրացական մեքենան դադարք մտնում է ու դուրս է գալիս։ Իսկ ում եք դիմել կոնկրետ անուններով կամ հասցեներով կնշեք, որ գերատեսչություն եք դիմել կամ ում հետ եք հանդիպում ունեցել։ Հանդիպում ունեցել ենք Սողոմոնյանի հետ։ Ասել են մենք այդ հարցին լուծում կտանք, ու մինչև այս մի տարուց ավել է հարցին լուծում չենք տեսել։ Սողոմոնյանն ով է։ Տրանսպորտի փոխնախարարը։ Տարածքային նախարար ենք հանդիպել։ Մինչև անգամ 7 ոլորտ էլ ամատեղ է նստել ենք հանդիպել ենք, մարդիկ բացատրակ այդ ոլորտից կորսի չեն ու եկել են նստել են մեր հետ խոսալու։ Ու չենք տեսել, հարցին լուծում չենք տեսել։ Մեր ցանկությունն է որ պարոն վարչապետ հետ հանդիպենք, պարոն վարչապետին այդ ամենը ներկայացնենք, որ իմանանք ինչ է ինչ չի։ Եթե չէ, եթե դենց են անում, որ պետք է ազգը գա մտնի մեր երկիրում մենք կայնենք, մեր մեքենաները կայնեցնենք ու գումար չաշխատենք, ուրեմն մենք գելենք ճանապարհակ փակենք, այլ ազգին չենք թողել մտնել։